Ես ուզում եմ իմանալ, եթե օրինակ հաղորդման ընթացքում տաղավարային ֆորմատով օրինակ հարցազրույցների մասին է խոսքը, հյուրը որևէ քննադատական կամ ինչ չէ, նաև շատ հաճախ չեն կարող կառավարել խոսույթը, վիրավորական արտահայտություն է հնչեցնում, օրինակ մյուս ուժերի այդ մասնակիցների մասին, այդ դեպքում պատասխանատվությունը ում տիրույթում է, արդյոք ինչպես է կարգավորվում այդ հարցը եւ եթե որևէ ուժի ներկայացուցիչ, օրինակ, շատ հաճախ ենք այդ խնդրին բախվում, չի ցանկանում օրինակ գալ ու հարցազրույցի։ Այդ դեպքում խախտվում է նաև այդ հավասարության, բոլոր կուսակցություններին հավասար ժամանակ տրամադրելու այդ օրենքը, այս դեպքում ինչպես պետք է հեռուստաընկերությունը այդ հարցը կարգավորվի, որպեսզի դուժի չենթարկվի։ Ուրեմն առաջին հարցը դուք նշեցիք, որ նախ վիրավորանք եւ երկրորդը քննադատություն։ Նախ դրանք տարանջատ են։ Քննադատությունը ընդունված երևույթ է։ Քննադատել կարող են ուսանողների իրենց հաղորդման ընթացքում քննադատության մասնակցեն, դա նորմալ է։ Ինչ վերաբերում է վիրավորանքին, եթե նախ տաղավարում են, անպայման կա հաղորդավար։ Հաղորդավարը պետք է այդ իրավիճակը ինքը կարողանա վերահսկել, որ չանցնի սահմանները, այսինքն եթե տեսածական մեդիայի մասին, եթե ուղիղ եթեր չի, դա տարանջատեք չէ, ուղիղ եթեր եւ ոչ ուղիղ եթեր։ Այսինքն դրանից հետո կարող եք, եթե ուղիղ եթեր է, զգուշացնել հաղորդավարը կողմերին, ոչ տեսածական մեդիայի մասին օրենքի կարգավորումների կամ տեսածական հաղորդումների չարաշահման չափորոշիչներ։ Եթե դրանք անցնում են չափորոշիչներ, այսինքն պատերազմի կոչերը, չգիտեմ, շատ անցնում սահմանները, ոնց ասեմ, այդ ժամանակ հաղորդավարը իրավունք ունի զգուշացնել առաջին դեպքում ու եթե ուղիղ եթերը դադարեցնում է, այդ ժամանակ հեռարձակողը պատասխանատվություն չի կրում։ Մնացած դեպքերում պատասխանատվությունը հենց հեռարձակողի վրա է։ Այսինքն ընդհատել, այսինքն։ Երկրորդ հարցը չկա։ Երկրորդ հարցը պատասխանում։ Երկրորդ հարցը, երբ որ չեն գալիս, ես ոչ խտրական պայմանների ներկայացնելիս ասեցի, որ պետք է միակողմանի լուսաբանում չլինի եւ ոչ խտրական պայմանները անպայման պահպանվի։ Եթե կուսակցություն ինչ-որ չի գալի, նորից եմ կրկնում, դա տեսահոլովակի մեծ մատուցողին չի ազատում այդ ուժի մասին, որ տեղեկատվության հրապարակումից։ Այսինքն ինքը, եթե հրաժարվում է, իր նախընտրական, չգիտեմ, ծրագրից կարող եք ներկայացնել տվյալներ, ամեն դեպքում պահպանություն հավասարությանը պետք է պահպանվի հավասարությունը։ Այսինքն այլ նյութերի միջոցով լուսաբանումը, այլ տեղեկատվության միջոցով լուսաբանումը։ Այլ տեղեկատվության միջոցով լրացնենք այդ հարցը։ Տիկին Արմինեի թույլտվությամբ ես մեր պրակտիկայից մի քանի օրինակ բերեմ, որ օգտակար կլինի ձեր համար, որտեղ մենք դեռ 20 թվականին, 21 թվականի ընտրությունների նախորդին մեր մեթոդաբանությունը մի քիչ փոխեցինք եւ հանրապետություն չի հետևում մեխանիկական հավասարությանը։ Չի հետևում եւ դա սխալ է եւ մի կողմից նույնիսկ շատ դրական գնահատական ստացան, որը նաեւ եվրոպական պրակտիկա է։ Մենք նայում ենք բովանդակային հավասարությունը, այսինքն մենք բոլորս հասկանում ենք, որ կուսակցությունները տարբեր են։ Մեկ ավելի կրեատիվ է, հարուստ, ավելի շատ կողմնակիցունի եւ այլն եւ այլն։ Հիմա այդ դաշտում եթե նայում ենք, այս 19 գրանցված կուսակցությունից, որոնք մասնակցել են ընտրություններին, 4-ը 5-ը, որոնք շատ ակտիվ են, մնացածը ոչ այդքան։ Եվ պատկերացնում եք, եթե դուք հավասարություն եք փորձում ապահովել, ապա մեր կարծիքով դուք անհավասար պայմանների մեջ եք դնում, որտեղ հավասարացնում եք ծույլի եւ բանին, աշխատասերի օրինակ։ Եվ մենք, որպեսզի ամեն դեպքում հավասարությունը ապահովենք, բացի Տիկին Ներսյանի մատնանշած օրինակներից, կարող եք ծրագիրը, կարող եք իրանց պատմությունը ներկայացնել, անպայման չի իրանց, բայց նաեւ իրանց ոչ աշխատանքային միջավայրը ներկայացնել։ Ես չեմ ուզում որևէ կուսակցությանը վիրավորեմ նեղացնեմ, մեկ-երկու կուսակցության կան, որոնք ոնց որ բուլինգ անեն մասնակցելով, Եթե նրանք շտաբում են, շտաբը չի աշխատում, դուք կարող եք գնալ եւ ցույց տալ ընդհանրապես
մի քանի վայրկյան, որ շտաբի դռները կողպեկով փակված են օրինակի համար։ Այսինքն իրանց մասին ինչ որ ինֆորմացիա տալ, եթե ծրագիր չունեն, իսկ ես համոզված եմ կուսակցություն կա, որ նույնիսկ ծրագիր չունենա չի տպի, ապա գրել, որ ինքը ծրագիր չունի։ Այսինքն ձեր քննադատությունը, դա քննադատություն չէ, սպարագայում այն ընդամենը փաստերի շարադրումն է եւ դա մեր կողմից ընկալվելու է հանձնարարել որպես հավասար պայմանների ապահովում։ Որպես լրացում, այսինքն մենք ձեզ բազմաթիվ գործիքներ ենք տալի, որպեսզի դուք դա կարողանաք անել։